Այս մեր Սուտլիկ Որսկան Նիկոլը այսօր հերթական fake news-ի ու ատելության չափաբաժինն է ներարկել մեր հասարակության մեջ, երբ որ ասում է, որ արցախցիք փախել են, ճողոպրել են, չեն կռվել։ Ու այդ Արցախում եղած զենքերի 80-90%-ն էլ չեն օգտագործել, այն բան չհասկացող մարդը, կռվից պատերազմից չհասկացողը կասի, հա, դա ճիշտ է ասում, սաղ զենքերը թողել են թշնամուն։ Բայց հասկացողը հո գիտի, որ բանակի զենքը ինքը մի օրվա, մի ժամվա համար չի ու միանգամից չի սպառվում։ Էդի կան պահուստներ, որոնք նախատեսված են երկար պատերազմ վարելու համար։ Այս դեպքում 23 թվականին ռազմական գործողությունները տևել են 24 ժամից էլ քիչ։ Ու եթե 24 ժամից էլ քիչ տևած ռազմական գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը սպառել է իր ունեցած սպառազինության 10-ից 20%-ը, այդ նշանակում է զինանոցի 1/5-ը սպառել է։ Այդ նշանակում է, որ ահռելի ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել։ Ու այդ Նիկոլի ասածը միանգամից զրոյանում է, պարզ է դառնում, որ եթե 1/5-ը զապասների 24 ժամում սպառվում է, ուրեմն շատ ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել։ Հաջորդ ստի բանը, որ այս Նիկոլի թեզը միանգամից զրոյացնում է, այդ ժամանակ պաշտպանության բանակի հրամանատարը Կամո Վարդանյանն էր, այն բոլորին հայտնի թիվը, որ չեն կռվել, որ բա այդ չկռվող բանակի հրամանատարին հիմա գենշտաբում ինչի ես տենց բարձր պաշտոն նշանակե։ Տենց հրամանատարին դու պիտի դատեիր։ Ինչ գործ ունի տենց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնի գենշտաբում։ Այս հարցերի պատասխանը երբ տաս, այդ ժամանակ էլ կտեսնենք կռվել են, թե չեն կռվել։ Իսկ ինչ վերաբերվում է արդյունավետ կռվելուն, Արցախի պաշտպանության բանակը կտրված մայր Հայաստանից առանց սնուցման 8 ամիս, 9 ամիս շրջափակման մեջ այդ զինվորները պոստերում մեծ մասում նույնիսկ իմ շատ ընկերներ կան, որ ուղղակի ուժասպառ են եղել, ուղղակի միջոցներ չեն ունեցել, մեքենայի վառելիք չեն ունեցել, դրոնները զայրատկա դնելու միջոցներ չեն ունեցել։ Այդ պարագայում, երբ իրանց մենակ ես թողել, մի հատ էլ մեղադրում ես փախնելու մեջ, դու ամենավերջի սրիկան ես։ Այդ արածիցդ հետո քանի հայ զինվորական է քո հրամանատարությամբ ապագայում կռիվ գնալու։ Քանի զինվորական, բոլոր զինվորականները իմանալու են թշնամին հարձակվի Սյունիքի վրա, նույն կերպ Սյունիքին ես մենակ թողելու, ոնց որ Արցախին ես մենակ թողել։ Դրա համար էլ բոլորին դեմ ենք, թե նախկիններին, թե ներկաներին, որ նույն թելը բոլորը միասին թելում են ու խաբում են այս ժողովրդին։